Մենք տեսնում ենք, որ այսօր մեր հասարակությունը արդեն բավականին երկար տարիներ անտարբեր է դարձել ամեն ինչի նկատմամբ։ Գիտեք ինչ օրինակ բերեմ ձեզ։ Մի քանի շաբաթ առաջ դուք երևի կհիշեք, քաղաքական ուժերից մեկի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ մի այսպիսի չի ասի հանրահավաք, շատ քիչ մարդ էր մասնակցում Ռուսաստանյան ռազմաբազայի դիմաց, 102-րդ ռազմաբազայի դիմաց, որտեղ ես ճիշտ ասած գյումրեցիներին ընդհանրապես չտեսա։ Այդտեղ հիմնականում գտնվում էին նախաձեռնողական այս խմբի մասնակիցները եւ Երևանից եկած մի քանի տասնյակ մարդիկ։ Այսինքն այնքան փոքր էր մարդկանց քանակը, որ տպավորություն էր ստեղծվում, որ այդ հարցը, այսինքն ռուսաստանյան բազայի վերացումը Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում։ Այնինչ դա շատ կարևոր հարց է, շատ կարևոր հարց է։ Դե մարդկանց մտքերում դեռ նստած է այդ կարծրատիպը, որ եթե բազան դուրս գա, թուրքերը կհարձակվեն մեր վրա եւ այդ հարձակումը կլինի Գյումրիի կողմից։ Հենց դա է մեր ողբերգությունը, որ մենք շարունակում ենք մնալ այդ հեքիաթների ազդեցության ներքո։ Ինչու հեքիաթներ, դուք բացառում եք, որ թուրքերը կցանկանան վերացնել Հայաստանը։ Լիովին բացառում եմ։ Նախ, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր ուժը դա Միացյալ Նահանգներն են, մենք շատ լավ գիտենք դա։ Երկրորդը, որ Հայաստանի մեջքին, այդպես ասեմ, կանգնած են այնպիսի հզոր երկրներ, նույնպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան։ Ոչ մի Թուրքիայի մտքով անգամ չի անցնի, չգիտես ինչու հարձակվել Հայաստանի վրա։ Ինչու պիտի հարձակվեն, ինչ է պատահել։ Հայաստանը ինչով է իրենց խանգարում։ Միակ արգելքը, որն իրենից ներկայացնում է Հայաստանը, դա Ադրբեջանի հետ ընդհանուր այսպես տարածք ունենալն է, որի համար էլ փորձում են ստեղծել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Միակ արգելքը դա է։ Դուք ասացիք ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի մեջքին։ Ինչպես է կանգնած, եթե դուք ասում եք, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գաղութ, այսինքն ԱՄՆ-ն կանգնած է Ռուսաստանի գաղութ Հայաստանի մեջքին, այս հակասությունը ինչպես մենք հասկանանք։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականության նպատակներից մեկն էլ կոնկրետ Հայաստանում հենց մեր երկրի ապագաղութացումն է։ Դա էլ է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նպատակներից մեկը։ Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել, որովհետեւ իհարկե այդ զարգացած երկրները կգերադասեին գործ ունենալ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի հետ, որպեսզի եւ իրենց ազդեցությունը տարածաշրջանում ավելի բարձրացնեն, որպեսզի ավելի այսպես ազատ ու ավելի արդյունավետ առևտրական հարաբերություններ ստեղծեն ոչ միայն Հայաստանի հետ, այլ ընդհանրապես ամբողջ հարավային Կովկասի հետ, իսկ ինչու՞ չէ։ Իսկ գլխավոր խոչընդոտը նա է, որ հենց կոնկրետ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գաղութ, մենք դա տեսնում ենք, չէ։ Մենք դա տեսնում ենք։ Տեսեք, մի քանի օր առաջ երբ էր, 3-4 օրն է, թե 3 էր, երբ որ ուրեմն օրինապահները եկան եւ դուրս բերեցին քաղաքապետարանի շենքից Վարդանի Ղուկասյանին, այնտեղ մարդիկ էին հավաքվել, ճիշտ այնքան էլ շատ չէին, բայց մի քանի տասնյակ մարդ այնտեղ կար, ովքեր եկել էին ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի, որը իրենց կարծիքով ժողովրդավար այսպես սկզբունքներով ընտրված քաղաքապետ է դարձել։ Բայց այստեղ գիտեք ինչ, զավեշտը զավեշտի վրա է։ Ինչու՞։ Մենք չենք հիշում Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու են առաջին իր կոդենցիան, այսպես ասած, չենք հիշում, ինչ էր կատարվում Գյումրիում, մեր հանրապետության երկրորդ քաղաքում։
ինչպիսի այլանդակություններ էին կատարվում։ Եվ այդ այլանդակությունների հեղինակը եւ այսպես նախաձեռնողը հենց այդ նույն Վարդան Ղուկասյանն էր։ Ինքը իր որդին, իր կապերը կրիմինալ աշխարհի հետ։ Հիմա պարոն Վարդանյան, քանի որ դուք սահուն անցաք ներքաղաքական զարգացումներին, այդ թվում Գյումրիում կատարվողին, ընդդիմությունը աղաղակում է, որ այս իշխանությունը նախընտրական այդ շրջանում քաղաքական հետապնդումներ եւ բռնաճնշումներ է իրականացնում բոլոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, բոլոր հոգեվորականների նկատմամբ, փաստաբանների անգամ նկատմամբ, որոնք փորձում են ընդդիմանալ իշխանություններին կամ նրանց ապօրինությունները ըստ իրենց վերհանել։ Հիմա իշխանությունը կոնկրետ Գյումրիում կատարվածը ասում է օրինականության հաստատում է, ընդդիմությունն ասում է հետապնդումներ են, քաղաքական բռնաճնշումներ են։ Ես ճիշտ հասկացա, դուք եւս համարում եք, որ օրինականության հաստատման մենք ականատես եղանք։ Գիտեք, ինչ նախ ես պետք է ասեմ, որ ընդդիմություն որպես այսպեսին, պաշտոնական ընդդիմություն, Հայաստանում գոյություն չունի։ Բա ովքեր են այդ։ Այն ինչ մենք անվանում ենք ընդդիմություն, դա ռուսամետ ուժերն են, որոնք միմյանց հետ պայքարում են, թե ով ավելի այսպես բարձրաձայն, ավելի հստակ կհնչեցնի ուրեմն ռուսամետ քաղաքականության ուրեմն արմատավորումը Հայաստանում։ Սա է ընդդիմությունը։ Ընդդիմությունը որևէ այլ նպատակ չունի։ Եվ այստեղ ես չեմ կարծում, որ իշխանությունը, այսօրվա իշխանությունը, էապես տարբերվում է ընդդիմությունից։ Սա էլ նույնն է։ Սա էլ է նույնը։ Մենք հիշում ենք, չէ՞, պատմական, այդպես են կոչում, պատմական օգոստոսի 8-ի հանդիպումից հետո Վաշինգտոնում, երբ որ Տրամփի ներկայությամբ ուրեմն հանդիպեցին Ալիևը եւ Փաշինյանը, մենք հիշում ենք, որ դրանից անմիջապես հետո Փաշինյանը մեկնեց Մոսկվա։ Ինչի համար։ Զեկուցելու համար, թե ինչպես է անցել այնտեղ հանդիպումը եւ ինչ փաստաթղթեր են ստորագրվել, այսինքն ոչ, բալանսավորելու իշխանությունն ասում է, մենք բալանսավորում ենք եւ մենք որևէ մեկ կողմին կամ աշխարհակաղակական բևեռին մեզ հետ թշնամացնելու խնդիր չունենք, մենք բոլորի հետ պետք է աշխատենք, առավել եւս Ռուսաստանի հետ, որը փաստաթղթերով մեր գործընկերն է, մեր դաշնակիցն է շարունակում մնալ, պարոն Վարդանյան։ Բալանսավորելը մեկ բան է, իսկ մի քանի աթոռին նստելու փաստը բոլորովին այլ բան է։ Դա բալանսավորման հետ ոչ մի կապ չունի, բացառապես ոչ մի կապ չունի։ Այդ համատեքստում ինձ շատ հետաքրքիր է, պարոն Վարդանյան, օրինակ Ադրբեջանը փորձում է նստել մի քանի աթոռի, դուք ինչ Ադրբեջանի կոնկրետ ուղղվածության մասով ինչ կարող եք ասել, կամ Թուրքիայի, մենք շատ ենք լսում մեր վերլուծական դաշտում, որ թուրքական դիվանագիտությունը դա շատ բարձր դիվանագիտություն է, նրանք կարողանում են բոլոր կողմերի հետ աշխատել, ճիշտ ժամանակին, ճիշտ պահին, ճիշտ կողմի հետ աշխատել եւ ստանալ այն, ինչ իրենք ցանկանում են։ Այո, դա այդպես է։ Հիմա Ադրբեջան եւ Թուրքիա, նրանց քաղաքականությունը եւս կանվանեք մի քանի աթոռի նստելու քաղաքականություն։ Ոչ։ Նրանց դիվանագիտությունը բավականին հստակ է։ Ինչու Ալիևը եւ Պուտինի հետ է լավ հարաբերությունների մեջ, եւ ԱՄՆ-ի հետ է փորձում լավ հարաբերություններ։ Ով ասեց, որ Ալիևը Պուտինի հետ լավ հարաբերություններ։ Դուք նրանց գրկախառնությունը չեք տեսել։ Սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան։ Որից հետո գրկախառնվեցին եւ համբուրվեցին, պարոն Վարդանյան։ Հա, որից հետո գրկախառնվեցին եւ համբուրվեցին։ Դա թուրք-ադրբեջանական դիվանագիտության առանձնահատկություններից մեկն է։ Բայց ի տարբերություն Հայաստանի դիվանագիտությանը, որը որպես այսպեսին ես կարծում եմ ընդհանրապես գոյություն չունի, թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը միշտ նպատակաուղղված է եղել իրենց ազգային շահերի առաջխաղացման համար, առաջ տանելու համար։ Որն է Էրդողանի, այսպես ասենք, ամենամեծ երազանքը։ Նա չի թաքցնում, չէ, որ փորձում է ուրեմն վերակենդանացնել մեծ Թուրանը, այսինքն Թուրքիայի ազդեցությունը հասցնել մինչև Չինաստանի սահմանները։ Նա չի թաքցնում դա, չէ։ Եվ նպատակի համար ամեն ինչ անում է, այո։ Այո, ամբողջ Միջին Ասիան, Թաթարստանը, Բաշկորտոստանը, մինչև Յակուտիա,
այդպիսի Ես նկատի ունեմ, պլաններ եթե ունեն։ մեր իշխանություններին պետք է որ Վաշինգտոնի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները իրականություն դառնան եւ Ռուսաստանը լինի կառուցողական այդ հարցում, այսինքն Ռուսաստանից եկող վտանգները մեղմելու համար Փաշինյանին պետք է որ գնալ Մոսկվա, ինչու չգնալ։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Գիտեք ինչ, Ռուսաստանի քաղաքականությունը ընդհանրապես կառուցողական անվանել հնարավոր չէ, որովհետև հիմա արդեն ամբողջ աշխարհն էլ դրա մեջ համոզվել է։ Մանավանդ 2022 թվականին սկսված այդ լայնածավալ պատերազմը, որը Ռուսաստանը նախաձեռնել է եւ արդեն 4-րդ տարին է համարյա ավարտվում է անցեկացնում Ուկրաինայի տարածքում, այդ մասին շատ լավ վկայում է, չէ՞։ Հիմա ինչ մենք դա կարող ենք համարել կառուցողական քաղաքականություն, եւ ինչ է, մենք Ռուսաստանի հետ այսօր, ինչպես դուք ասացիք, ցանկանում ենք շարունակել մեր հարաբերությունները, որպեսզի բալանսավորենք մեր քաղաքականությունը, վաղը մյուս օրը Ռուսաստանը պարտվելու է, դրա մեջ ոչ մի կասկած չկա։ Ռուսաստանը ճիշտ այնպես է պարտվելու, ինչպես ժամանակին սովետական միությունը պարտվեց Աֆղանիստանում, հիշում եք, չէ՞, 10 տարվա պատերազմից հետո խայտառակ ձևով պարտվեցին ու ոնց որ գնացել են, այնպես էլ ջարդու կտոր եղած վերադարձան, որից հետո իմիջիալոց այդ պարտությունը եղավ նաև խորհրդային միության փլուզման հիմնական պատճառներից մեկը։ Ճիշտ նույն ճանապարհով այսօր շարժվում է Ռուսաստանը։ Հիմա շատ, այսպես գիտեք ինչ, առանձնահատուկ հեռատես չպետք է լինել, որպեսզի հասկանալ, որ մենք արդեն մեր քաղաքականությունը, Հայաստանի քաղաքականությունը, մեր ազգային քաղաքականությունը, պետք է կառուցենք հաշվի առնելով ամենամոտ ապագան։ Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմը հələ դեռ շատ երկար է տևելու, չեմ կարծում, որովհետև գնալով արդեն մոտենում է Ռուսաստանի փլուզումը եւ մասնատումը։ Դրանք անդրադառնանք, այո, պարոն Վարդանյան, մեր եթերում բազմիցս ասել եք, բայց ամեն դեպքում իմ հարցին պատասխանեք։ Գյումրիում տեղի ունեցողը դա օրինականության հաստատում կհամարեք, թե այնուամենայնիվ քաղաքական հետապնդումներ եւ բռնաճնշումներ։ Գիտեք ինչ, ես դա կհամարեի օրինականության հաստատում, եթե այդ օրինականությունը նպատակաուղղված լիներ հավասարապես բոլոր տեսակի կոռուպցիոն, ուրեմն այսպես փաստերի դեմ, որովհետև գիտեք ինչու եմ ես այդպես ասում։ Իսկ Երևանի քաղաքապետարանը ինչպես է աշխատում։ Երևանի քաղաքապետը հանցավոր արարքներով չի առանձնացել, իրեն ցույց չի տվել, այնտեղ կոռուպցիա չկա, մեզ մոտ Երևան քաղաքում կա, իհարկե կա, ինչու չեն գալիս ձերբակալում, քաշ տալիս տանում, ինչու։ Այսինքն այստեղ գիտեք ինչ, ես ինչու եմ ասում, որ երկիրը պետք է լինի, եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, որ մեր երկիրը միանա քաղաքակիրթ աշխարհին, մենք պետք է ստեղծենք այնպիսի կառավարման մեխանիզմներ, որոնք առաջնորդվելու են օրենքի գերակայությամբ։ Իսկ սա ինչ է նշանակում։ Օրենքը բոլորի համար հավասար պետք է լինի։ Եթե դուք մեկին պատժում եք կոռուպցիայի համար, իսկ մյուսին չեք պատժում, սա ինչ է նշանակում։ Սա ինչ է նշանակում։ Սա օրինականության հաստատում է։ Ես այդպես չէի ասի արդեն։ Չնայած ես Վարդանիկ Ղուկասյանի երկպարգուն չեմ, նա էլ իմ ոնց որ ասած աչքի լույսը չի, ես վաղուց եմ իրան ճանաչում, գիտեմ նա որքան հանցավոր արարքներ է արել, բայց երբ ես տեսնում եմ, որ այդ նույն ժամանակահատվածում մեր քաղաքում, մեր մայրաքաղաքում նույն հանցագործությունները տեղի են ունենում եւ ոչ մի արձագանք չկա։ Սա ինչպես կարելի է գնահատել։ Սա հենց այն մասին է խոսքը, որ մենք մինչև չազատագրվենք եւ չդառնանք լիովին ինքնիշխան ժողովրդավար երկիր,
մենք չենք կարող ապահովել այդ օրենքի գերակայությունը։ Շնորհակալ։ Որովհետև այդ նույն Ռուսաստանը, չէ՞ օրինակ։ Մենք գիտենք Ռուսաստանը իրենից ինչ է ներկայացնում։ Ոչ մի օրենք այնտեղ չի գործում։ Այսինքն օրենքը գործում է ինչ որ հասարակության մեկ մասի դեմ, Համար, այո։ իսկ մյուս մասին պահում փայփայում է։ Նույնն էլ մեզ մոտ է կատարվում։